Պարոն Աշխարհյան, ինչ կասեք այսօրվա երթի նշանակության մասին, գիտեք, որ իշխանությունները երեք քննադատեցին, երբ որ այրվեց Թուրքիայի դրոշը, բայց տեսնում ենք այդ իշխանությունները լուռ են, երբ Արցախում վանդալիզմ է տեղի ունենում հայկական եկեղեցիների սրբությունների հանդեպ, նրանց այս վերաբերմունքը ինչպես եք մեկնաբանում եւ որն է այսօր Ես շատ երկար կփորձեմ չմեկնաբանել, որովհետև սա պարզ, այսինքն էպած հավի խնդալներն է գալիս այս պարագայում, որ պարզ հայտնի է բոլորիս, որ քաղաքական մերի էշելոնում վերընկած էլիտան վարում է ադրբեջանական եւ թուրքական պրոյեկտը, այսինքն իրենց կողմից նախատեսված պրոյեկտը։ Մենք Թուրքիայի դրոշը, Ադրբեջանի դրոշը վարել ենք, վարելու ենք եւ պիտի վարենք։ Սա բողոքի ակցիա է, սա ոչ մի քաղաքական ակտ չի ներկայացնում ինք իրենից, սա մեր պապերի վրեժի պահանջն է եւ սրանով մենք ցույց ենք տալիս աշխարհին, մեկ անգամ եւս աշխարհի բոլոր գերտերություններին առավել եւս, որովհետեւ իրենց հայացքը սևեռեն դեպի Հայաստան եւ հիշեն, որ հայոց ցեղասպանությունը դեռ չի դատապարտվել, առավել եւս դեռ չի հադուցվել։ Այս պայքարը ջահերով ես այնց ջահը ինք իրենց խորհրդանշում է պայքար, հիշողություն, վրեժ եւ ինքնասիրություն։ Պարոն Աշխարհյան, իրենք ասում են, որ դուք ես ձեր սադրիչ քայլերով իրենց բառերն են մեջբերում, խոչընդոտում եք խաղաղությանը։ Եթե 10 տարի շարունակ, 20 տարի շարունակ, եթե արել ենք ու չենք սադրել, հետևաբար նորից շարունակելու ենք չսադրել, այնպես որ իրենք հիմա ամեն ինչ անում են, որպեսզի վախի մթնոլորտ տարածեն ժողովրդի մեջ, բայց հետագան անգամ սա նրանց ծախողումը կլինի, այսինքն չի եղել նման բան եւ չի լինելու, սա սադրանք չէ, սա նորից եմ ասում, սա զուտ պահանջատիրության, զուտ հիշողության, զուտ վրեժի պահանջ է։ Սադրելու համար ուրիշ բան կա անելու, սադրելու համար սահմանի վրա հարբած ինչ-որ մի զինվոր իրենց կողմից ուղարկված կարող է կրակ բացել դեպի են կողմ ու սկսեն սադրելը մեկը մեկին, ոչ թե դրոշը վարելով կամ ջահը վարելով մենք սադրում ենք կողքի պետություններին, չգիտեմ, չկա նման բան։ Սա դա հիմարություն է եւ ժողովրդին ես անձամբ ինքս կոչ եմ անում, որպեսզի դատարեցնեն նման տեսակի էշություններին հավատալը, որովհետեւ երբեք չի եղել նման բան։ 26-27 տարի շարունակ մենք դրոշը վարել ենք, երբեք չի սադրվել, երբեք որևէ մեկը թե Թուրքիայի կողմից, թե Ադրբեջանի կողմից երբեք չի փորձել մի փամփուշտ արձակել ու սադրանքի գնալով ինչ-որ դեպքեր գրանցել, չի եղել նման բան։ Իրավիճակը ավելի սպეციფიկ է, քան մի քանի տարի առաջ։ Իրենք ասում են խաղաղության օրակարգով են գնում, գիտեք, որ անընդհատ թմկահարում են այդ խաղաղության մասին։ Դե հիմա թմկահարելով խոչի, խաղաղություն, այսինքն հիմա ինչ, հիմա իրենք կարծես թե սպասում են, որ մենք դրոշը վարենք, Ադրբեջանային կողմից կրակի եւ ասեն տեսակ, հա, պատերազմի կուսակցությունը կամ տաշնակցականները կամ ինչ-որ արկածախնդիր մի քանի հայերի պատճառով կրակոց տեղ ունեցավ, հա, այսինքն հիմա սրանով են փորձում վախեցնել, չի լինելու նման բան։ Մենք նորից եմ ասում, վարել ենք, վարելու ենք եւ պիտի վարենք, իսկ Ադրբեջանը կամ Թուրքիան չեն համարձակվելու կրակել, չեն համարձակվելու այս առիթով նկատի ունեմ էլի, այս պատճառով չեն համարձակվելու ոչ կրակել, ոչ զինվոր սպանել, ոչ պատերազմ սկսել։ Չկա նման բան, չի լինելու նման բան, հիմարություն է դա։ Սա Նիկոլի հեշտական հիմարություններից մեկն է ուղղակի զուտ։